Ըստ խնդրի ունենք 6-6-ի աղյուսակ և պետք է պարզենք հնարավոր է արդյոք նրա վանդակներում դասավորել միմյանցից տարբեր թվեր այնպես, որ յուրաքանչյուր 1/5-ի չափի ուղղանկյան մեջ թվերի գումարը հավասար լինի 2022-ի կամ 2023-ի։ Նախ դիտարկենք առաջին տողում տեղավորվող երկու հորիզոնական 1/5-ի չափի ուղղանկյունները, մեկը այս կանաչը, մյուսն էլ այս կապույտը։ Եվ նկատենք, որ եթե այդ երկու ուղղանկյունների մեջ գրված թվերի գումարը լինի նույնը, ասենք թե երկուսի համար էլ լինի 2022, քանի որ երկուսի համար այս 4 վանդակներում գրված թվերը նույնն են, 4 վանդակները ընդհանուր են և կանաչ և կապույտ ուղղանկյունների համար, ուրեմն այս երկու ծայրամասային վանդակներում գրված թվերը ևս պետք է լինեն նույնը։ Սակայն դա հակասում է մեր խնդրի պայմաններին, քանի որ մենք գիտենք, որ տարբեր վանդակներում պետք է գրված լինեն տարբեր թվեր։ Հետևաբար, եթե կանաչ վանդակում գրված թվերի գումարը 2022 է, ուրեմն կապույտ ուղղանկյան մեջ թվերի գումարը պետք է լինի 2023 կամ էլ հակառակը։ Դա էլ նշանակում է, որ անկյուններում գտնվող թվերը միմյանցից պետք է տարբերվեն 1-ով, այսինքն եթե ձախ կողմինը նշանակենք a-ով, աջ կողմինը կլինի a+1 կամ a-1։ Նույնը կարող ենք ասել նաև դիտարկելով օրինակ այսյան մեջ գտնվող 1/5-ի չափի ուղղանկյունները և այս գագաթի թիվը։ Եվ այսպես գալիս ենք այն եզրակացության, որ գագաթի թվերը միմյանցից պետք է տարբերվեն 1-ով, և եթե երկրորդ գագաթի համար դիտարկենք օրինակ a+1 տարբերակը, երրորդ գագաթը կլինի a+2 կամ էլ a։ Սակայն նկատենք, որ a լինել չի կարող, քանի որ a թիվը մենք արդեն իսկ օգտագործել ենք առաջին գագաթի համար, հետևաբար երրորդ գագաթը a+2 վերցնելով չորրորդ գագաթի համար ստանում ենք a+3 կամ a+1։ Կրկին a+1 լինել չի կարող, քանի որ այդ թիվը արդեն իսկ օգտագործել ենք երկրորդ գագաթի համար, հետևաբար պետք է լինի a+3, սակայն այդ դեպքում էլ չորրորդ գագաթը առաջինից կտարբերվի 3-ով, ինչը հակասում է մեր եզրակացությանը։ Նույն հակասությանը հանգում ենք նաև այն դեպքում, երբ երկրորդ գագաթի համար ընդունում ենք ոչ թե a+1-ը, այլ a-1-ը։ Հետևաբար ցանկացած դեպքում պատասխանն է ոչ։